Այն մարդիկ, որոնք իրականում ցանկություն էլ չունեն գիտությամբ զբաղվելու եւ այդ ասպիրանտուրայի ճանապարհը զուտ բոլորս հասկանում ենք բանակից ազատվելու խնդիրը, շատ հստակ հասկացան եւ ուսանողական այն մեծ խմորումները, որոնք փորձում էին պատրաստել ժառանգության մեր գործընկերները, ուղղակի չստացվեց։ Մենք չենք հերքել, որ ժառանգություն կուսակցության անդամ ուսանողները նույնպես մասնակցում են այդ շարժմանը, բայց ի գիտություն ոմանց, ովքեր շարունակաբար չեն ուզում հասկանալ, որ այդ ակցիան դա ազատ մտածող, սեփական իրավունքների եւ սեփական տեսակետների համար պայքարող մարդկանց երիտասարդ սերնդի ուրեմն նախաձեռնություն է, մենք այո հատուկ ընդգծել ենք, որ մենք ընդառաջ գնալով այդ շարժման այդ ուսանողների շատ-շատերի ցանկությանը, ոչ միայն այս դեպքում, այլ նաև բազմաթիվ այլ նախաձեռնությունների հարցով չենք ցանկացել, որպեսի կուսակցականացվի, խնդրում եմ ուշադիր լինել, կուսակցականացվի, որովհետև քաղաքականացված կարող է լինել ցանկացած խնդիր, որովհետև կրթությունը ինքը ևս քաղաքականություն է, եւ հետեւաբար ժառանգություն կուսակցությունը շատ հստակ հայտարարել է, որ պետք չի, ինչպես դուք կասեիք ժամանակ առ ժամանակ, սև կատու փնտրել մութանկյոնում։ Ինչու՞մ է խնդիրը։ Ժառանգություն կուսակցությանը պարոն նախարարը, պարոն Աշոտյանը եւ նաեւ պարոն Ավագյանը եւ մյուսները միգուցե մեղադրեցին, այսպես ասած, բանակից խուսափելու, հայրենասիրություն խաղալու եւ այլնի մեջ։ Ես ձեզ ասեմ, ժառանգությունը հայրենասիրության իր ուրույն պատկերացումներ ունի, որոնք ցավոք եւ միգուցե նաեւ բարեբախտաբար տարբերվում են իշխանության պատկերացումներից։ Ես հիմա դրան կանդրադառնամ, ուրեմն եւ դա անում են առանց գովազդի, առանց ծնծղաների, առանց դրոշակների, միայն Հայաստանի Հանրապետության դրոշակներով եւ ոչ կուսակցական դրոշակներով, առանց շոուների, Այդքան լավ նախաձեռնություն ուսանողությունը ինչի չմիացավ ուսանողությունը, այսինքն այն ինչ որ դուք սպասում եք, որ այս ամբողջ ուսանողությունը ոտքի կկանք 5 շաբաթ եթե ես չեմ այդ նախաձեռնության հեղինակը, ապա մի ընդհատեք, ես ուրեմն միայն մի բան կարող եմ անել, հատկապես լուսաբանումներից, դա այն է, որ ձեր վախի դոզան այնքան է բարձրացել, որ ուսանողներին ամրակցում եք, մի քանի տասնյակ ոստիկաններ, սպառնում եք այդ ուսանողներին ելույթներ ունենալու դիմաց կիրառել ֆիզիկական ուժ։ Հիմա հերթական ինչ-որ հայտարարություն է, որի տակ ընդհանրապես ոչ մի բան չկա, ուղղակի հայտարարություն է հիմա։ Հիմա ես ձեզ ասեմ, խնդիրը որն է, ուսանողությունը ինչի դեմ է բողոքում, երկու բառով ասեք, որով ասպիրանտուրայի տեղ չկա, սահմանափակ է, ուսանողությունը բողոքում է, ինչին, որ ձեր պրոտեժեներն են անցնում ասպիրանտուրայի տեղերով, մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի պատգամավոր եք, գնացեք նստեք ու տեսեք ինչպես է անցնում այդ ամբողջ գործընթացը։ Գնացեք, ինչի՞ չեք գնում։ Երևանի պետական համալսարանը ժառանգության համալսարանը չի, դա Երևանի հանրապետական համալսարանն է։ Դուք որ ուզենաք գնաք, մենք ոչ կարող ենք գնալ ընդդեմ։ Որ ուզենաք, ձեզ թույլ կտա։ Ուրեմն ասեմ ձեզ, դուք ինքներդ եթե ուզում եք իմանալ ովքեր են խուսափում բանակից, կարող եք ձեր ռեկտորներից կարող եք պահանջել ասպիրանտուրա ընդունվողների ցուցակը եւ վստահ եղեք, որ դրանց 99%-ը ձեր մարդիկ են, որոնք մոտենում են հանրապետական այսօր ասպիրանտուրա ընդունվելու համար մի քանի կրիտերիաներ կան։ Կրիտերիա համար առաջին, գերազանց առաջին։ Ես էլ եմ ասպիրանտուրա ընդունվել եւ ինձ մի բացատրեք։ Փայլուն իմացու, ձեր ժամանակը տենց բաներ չկար։ Բայց մեր ժամանակ ձեր Ռադիկ Մարտիրոսյանն էր, ձեր Արամ Սիմոնյանն էր։ Ժամանակին կրիտերիաներ են հստակ, ուզում եք նորից կրիտերիաներ խստացրեք, գնացեք նստեք, հետևեք այդ կրիտերիաներին, եթե գտնեք այդ ժամանակ, բարձրաձայնեք, հիմա մենք ուղակի սենց խոսում ենք, ուղակի չէ, ուղակի չենք խոսում, շատ առարկայական ենք մի պարզ որ ասում ենք այո, բանակի խնդիրը, ո՞նց է շատ առարկայական եմ խոսում, բանակի խնդիր մենք ասպիրանտուրով չպետք է լուծենք, ավելին ոչ մի երկրում ասպիրանտուրա չկա, եթե Բոլոնյան հռչակագրի մեջ ենք մենք։ Ես հիմա ձեզ ասում եմ ինչու սեփական օրինակով ցույց չեք տալի Հայաստանի երիտասարդության համար, որ կարելի է գնալ բանակ,
դիչելով պատգամավորական մանդատ։ Ես չեմ գնացել, բայց իմ եղբայրս գնացել է, Արմենի եղբայրը գնացել է ու բավականին հեռու տեղ, սահմանամերձ տեղ։ Այսինքն եթե բանակից խուսափելու խնդիր լիներ, ամբողջ ընտանիքով կխուսափեի։ Մենակ ես կապուտաչա ու կյաշ չէ, էլի որ մենակ ես սահմանամերձ գյուղում եւ պատերազմի մեջ եմ մեծացել կներեք։ Եվ Բայց ի՞նչ ես ծառայել։ Եվ ի տարբերություն ձեզ, որ մեծացար, որոշեցիր էլ չծառայես, հա։ Ով չծառայել։ Ես ասում ես լեյտենանտ եմ, դուք ասում եք ո՞ր դուք լեյտենանտ եք։ Ես նույնց եմ կրկնում 90-ականներին, երբ որ Դուք դե մեծացաք, բայց ծառայեցիք թե չէ։ Հետո իհարկե ծառայեցինք։ Հա, դե շատ։ Դե բա ուզում եմ ասել, որ իսկ խուսափելու խնդիր ընդհանրապես չկա, երբ որ մարդ այդ մասնագիտությունն անտրել։ Չէ, դուք շատ լավ գիտեք խուսափելու հոգեբանությունը, դուք շատ լավ գիտեք խուսափողներին։ Դուք եւ մյուս չծառայածները, ովքեր ռազմական գործին հաղորդակից էին եղել, ունեն թերի կողմ կյանքում։ Այսինքն կազմակերպված չեն գնացել այդ բանակային կյանքով ապրել, դիսցիպլինան իրենց կյանքում չկա, ինչու՞ չեք վերացնում ձեր թերը։ Ուրեմն ես բանակային կյանքով հիմա չեմ ապրում։ Ոչ հորդորում բոլորի։ Զինվորական կամ ոստիկանական ծառայության մեջ եմ, որ համեմատություններ ես անում, գոնե համեմատության եզրերը մոտվեր։ Ես ընդամենը բժիշկ եմ, պարոն Սաֆարյան։ Բժիշկ։ Մեռելների։ Ու ցավոք սրտի քեզ չեմ կարող բուժել։ Դու հետմահու ես հայտնվելու։ Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր առաջնորդն է Ռաֆի Հովհաննիսյանն։ Ցավոք սրտի տես չէ, գոնե տենց էլի։ Ոչ Զարուհի Փոստանջյանն է տենց, ոչ դու ես տենց, ոչ էլ Լարիսա Ալավերդյանն է։ Նստեք, ուրեմն այդ նույն ամբարտավան ոճը, որով փորձում եք խնդիրների փոխարեն ուղղակի վիրավորանքներ հասցնել մարդկանց, ուղղակի ճիշտ չէ, բերմ ասած, եւ ես ուղղակի չուզեցած ձեր հաղթություն իշնեմ եւ խոսեմ ով է ձեր առաջնորդը եւ ով է բարձանակ մեր հաղթություն։